Ոնց էլ չլինի Սիրահարների այգում սիրածդ աղջիկը քեզ չէ ասած կլինի։ Ես գիտեմ այդ ինչից է։ Դա նրանից է, որ այս այգու տակ եղել են գերեզմաններ։ Տեսեք ժամանակին ինչպիսի տեսք է ունեցել այս տարածքը։ Գերեզմանները կոնդով եկել են Սիրահարների այգով, Դեմիրճան փողոցով անցել, գնացել են դեպի Սոսե փողոցի կողմերն են հասել։ Չմոռանաս գրանցվել Գիտակերտին։ Իսկ դուք ինձ կհարցնեք, թե ինչու են գերեզմանները քանդել ու տեղ այս գեղեցիկ այգին են սարքել։ Ասեմ, քանի որ կողքը ազգային ժողովի շենք էին սարքում։ Համել եթե չեմ սխալվում, սովետի ժամանակ տենց բան կար։ Գերեզմանները քանդում էին, տեղը այգի էին հիմնում։ Չմոռանաս լայքս դիր, լայքս։ Սիրահարների այգին սարքում են 1949 թվականին ու անունը դնում են Ալեքսանդր Պուշկինի անունով։ Դե որովհետև այդ տարի լրանում էր Պուշկինի 150-ամյակը։ 70-ականներին ստեղ լիքը կարուսելներ են եղել, բայց հիմա նրանք չկան։ Ու 90-ականներին վերանվավում է Սիրահարների այգի։ Կոմենտներում գրեք, թե ինչի մասին նկարենք հաջորդ անգամ։